Բարև ձեզ սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը քաղաքագետ Հայկ Սուկյասյանն է, բարև ձեզ պարոն Սուկյասյան։ Պարոն Սուկյասյան, այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշումը կայացվել է, ընդհանրապես ոնց կմեկնաբանեք երկրորդ նախագահի ձերբակալությունը, կալանավորումը եւ ինչի է փուլում հենց։ Դե իրեն անհատապես չնայենք, ինքը ճղթայի մասը Իրանից առաջ մի հատ Իրանման էլի մեկին են ձերբակալել։ Նախագահ չի վրան գրած, բայց դա էլի այդ Հայաստանի ռուսական օլիգարխատի մասն է եւ այդ օլիգարխատը փլցնելու գործընթաց է հիմա։ Նայեք, օրինակ մինչև այս ընտրությունները 21 թվականից սկսած Հայաստանում առաջնային էր դիտվում եւ դա նորմալ է արտաքին քաղաքականությունը, որտեվ պետությունը խնդիր ուներ արտաքին վտանգները զսպելու եւ շատ ռեսուրս չծախսեց մի քիչ օբյեկտիվորեն, մի քիչ միգուցե սուբյեկտիվորեն ներքին կյանքը կարգավորելու կապակցությամբ, քանի որ նաեւ պետական ինստիտուտները կայացած չէին եւ չեն Դրանք հնարավորություն ունեցան Հայաստանի օրենսդրության բացերից օգտվել, սողոսկել եւ արանքից դուրս գալ։ Եվ սրանց վատը գիտեք ո՞րն է, որ այս մարդիկ լավ ասենք օլիգարխ են ենթադրենք կամ ապօրինի հարստացած են, բայց հայաստանյան հարուստ մարդիկ չեն։ Հայաստանը որպես դուքյան օգտագործել են, հարստացել են, բայց նրանք ռուսական աշխարհայացքի եւ ռուսական գործակալական ցանցն են։ Հիմա քանի որ պետությունը քիչ թե շատ կարգ է եկել, արտաքին սպառնալիքները վերահսկում է, բավարար պոտենցիալ է կուտակել արտաքին սպառնալիքները զսպելու։ Հիմա ունի ժամանակ պարտավորություն անցնել ներքին կյանքին։ Իսկ այդ մեր ներքին կյանքի խնդիրները որոնք են, հո միայն պետական ինստիտուտները տնտեսության զարգացումը չի, բայց նաև Հայաստանի տնտեսատերերի զգալի հատվածի ունեցվածքը օրինական դաշտ բերելն է։ Եվ այս մարդկանց վատը որն է, սրանք ինչ արեցին, օգտվեցին չկայացած ինստիտուտներից, իրենց կողոպտվածը դրեցին քաղաքականության մեջ, կաշառեցին, եկան մտան խորհրդարան։ Այդ որ մարդիկ չեն ուզում, որ իրեն գան իշխանության, այդ հո անես չի, որ մենակ չեն ուզում, որ չգան իշխանության, ուզում են, որ գործող իշխանությունը լինի, որ հա նաև ինքնիշխանության հարց չառաջանա, բայց նաև որ դրանց այլանդակությունների հարցը լուծի, որտեղ մեզ մոտ մենք ստեղծենք արդար հասարակություն, մարդկանց մոտ արդարության զգացումը պիտի ուժեղանա։ Այդ բանով չի, ասենք 2 հատ տուն հետ բերես, 4 հատ հողամաս, 5 հոգու տուն քանդես, ասես լավ բնած ապօրինի սարքած տուն, ասես լրիվ տոշնի է, չէ։ Արդարության զգացումի պակաս կա մեր հասարակության մոտ, եւ դա լավ չի։ Որտեւ եթե այդ արդարության զգացումը չվերականգնվես, մենք որպես ժողովուրդ մենք այնպես բաներ կանենք, աշխարհը կտենա կզարմանա, կդրանք պետություն էլ կփլցնենք, այն էլ կանենք։ Դա համար հիմա այսինքն տարբեր գործոններ կա։ Սրանք անօրեն մարդիկ են, վարքով, մտածողությամբ, բարոյականության հետ կապված հարցեր ունեն, բայց նաև ապօրինի հարստացածներ են եւ իրենց ժողովրդի գեղեցկումով հարստացածներ են։ Սրանք կոռուպցիոներ չեն, կոռուպցիոներն ինչ է, կոռուպցիոները Հավվայի դեմք է։ Հավվայի դեմք է կոռուպցիա, սրանք կողոպտիչներ են, կողոպտիչները կողոպուտով են զբաղվել ազգային պետական ունեցվածքի։ Եվ այդպես հիմա պետությունը ունի բավարար ռեսուրս, ժամանակ եւ պարտավորություն հասարակության մեջ արդարությունը վերականգնելու եւ սրանց ապօրինի ունեցվածքը ձեռնից վերցնելու։ Այսպիսի գործընթաց է։ Հիմա իհարկե ինչ ասես կապում են աշխարհաքաղաքական բան, այնտեղ Պուտինը, բանը, Քոչարյանը, այս բաներ չկա, հեքիաթներ չպատմեն։ Ապօրինի ունեցվածք կա, որոնք իրենք օգտագործում են պետության դեմ։ Եվ այդ ունեցվածքը մեր ժողովրդին է եւ պետք է հետ գա դեպի մեր ժողովուրդ։
Պարոն Սուքիասյան, վարչապետը ինքն էլ է ասում, որ ժողովուրդը արդարության սպասում ունի, բայց այդ արդարությունը չի կայացել մինչև այսօր, այս 8 տարվա մեջ, սա ավելի շատ իշխանության մեղքն է, թե Փաշինյանի, ինչպես Փաշինյանն է ասում, դատական համակարգը այս ընթացքում միշտ աշխատել է, այսպես իր բառերով ասած, մաֆիայի հետ գործակցել է նրանց հետ եւ այսօր ժամանակն է, որ պետք է քանդել, նորից հավաքել այդ համակարգը։ Կոմպլեքս բան է, իշխանությունն էլ որոշակի մեղավորություն ունի, այսինքն օբյեկտիվ էլ է, սուբյեկտիվ էլ է, բայց գլխավորապես օբյեկտիվ է, որտեվ պետությունը ժամանակ չունեցավ ինստիտուտները կայացնելու, իրեն գցեցին պատերազմի մեջ, հետո դրսի վտանգը կար, ամբողջ ռեսուրսը գնաց արտաքին քաղաքականության վրա, ներքին քաղաքականությունը այստեղ տուժեց, դրա համար այդ ինստիտուտները արագ կայացնելու նախ մի քիչ գիտելիք չունենք, փորձ չունենք, մենք մեզ չգովենք էլի, ես այդ հայության փչոցներից նեռվայնանում եմ, հայը, բան, մենք են աշխարհը, որ կանք աշխարհը չկա, չէ, մենք գիտելիքի պետականաշինության հարցում, մենք թույլ ենք գիտելիքով, բայց նաև որովհետև արմատները շատ ուժեղ են, 30 տարվա դա կազմակերպված կառույց է, այդ կոռուպցիոն սխեման, գործակալական ցանցը, որ մենակ դատական համակարգը չի, ուրիշ համակարգեր չկա, որ այդ նույն սկզբունքով են աշխատում, գործակալական ցանցն է ուժեղ է, որը տեղավորված է այդ համակարգերի մեջ, օրենսդրությունը լավը չի, որ մենք չենք կարող մեր օրենսդրությունը քրեական, քաղաքացիական, ինչ կուզեք, չէ, ամբողջ այլանդակ գրված օրենսդրություն է։ Մեզ ինչ որ սարքված է մինչ հեղափոխական անցյալը եւ օրենսդրություն եւ պետական ինստիտուտները ոչ մի բան սարքած չի պետություն ունենալու համար ամեն ինչ սարքած է պետությունը սաբոտաժ անելու համար դրա համար երբ որ դուք ուզում եք մի հատ հարց լուծեք բարձրում է օրենսդրություն թույլ չի տալիս այնքան խութեր կա մեջը սարքած է կաշառք վերցնելու համար այսինքն այդ օրենսդրությունն էլ փոխելու խնդիր կար այսինքն շատ խնդիրներ կա ինքը շատ ուժեղ է այդ մաֆիան որ մաֆիա ասենք բայց դա գործակալական ցանցն է կողոպտիչների կոռուպցիոն սխեմաներով գործակալական ցանցն է որը շատ ուժեղ է դա ջարդելը շատ դժվար է օրինակ եթե մենք արտաքին վտանգները չունենայինք միգուցե հնարավոր լիներ դա արագ անել բայց այդ արտաքին վտանգներն էլ հետը կան դրա համար հա դժվարացանք միգուցե մի քիչ սկսենք հորանջել իշխանության մեթոդը դա դի հարց քննել արդյունավետ էր թե չէ չմիջամտել դատա իրավական համակարգի գործունեությանը եւ որտեղ մի հատ բան կա անկապ տերմին կա անարած դատական համակարգ անկախ է կումից է անկախ Այսինքն դա ինչ բացատրություն է ընդհանրապես, դա իշխանությունների անկախ է իշխանությունների տարանջատման սկզբունքի մեջ, բայց դա կա պետությունից անկախ է, պետությունը չի որոշում ինչպեսի դատական համակարգ ունենա, իրենք դատական համակարգը պետությունից իշխանությունից անկախացավ, բայց այն Հայաստանի կողոպտված անցյալից անկախ չէր, իրար հետ էին, դա համար համագործակցին խութերը գտան, ինչով ուզեց արդարացավ, փաստաբանական գործունեություն Հայաստանում կայացավ, միակ ինստիտուտը երևի այդ փաստաբանների ինստիտուտն է, որ լավ կայացավ, դրանց վրա չաղացան, փողերը աշխատեցին, դա համար դժվարացավ։ Եկեք շատ միգուցե իշխանության մեջ կադրի նշանակած կադրերի մեջ սաբոտաժ անողներ են եղել, ինչ իմանանք, որ իշխանությունը չգիտի ում է նշանակել է, այն հեղափոխությունից հետո իշխանությանը KGB-ով բաներ էին, չէ, հրամցրել կադրեր, որ հետո հերթով այդ ականները պայթեցրեցին, չէ, ուզում ասել բազմաթիվ գործոնների հանգամանք կա այստեղ, դրա համար այդ հարցում մենք տորմուզ ենք արել, լավ չենք աշխատել, նաև որովհետև եմ ասում, կուտակված բացասական փորձը ինստիտուտները հակապետական են, օրինակ դրանց ստեղծածները իսկական ուժեղ ինստիտուտներ են, հակապետական են, հակասահմանադրական են, հակաիրավական են, բայց ուժեղ ինստիտուտ են Մենք փոխարենը ուրիշ ինստիտուտ պետք է ստեղծենք, որը դժվարացանք, բայց էլ եմ ասում, օբյեկտիվ հանգամանքներ էլ կան, արտաքին վտանգները շատ են, պետության ռեսուրսի մեծ մասը գնաց արտաքին վտանգը սպառնալիքը զսպելու վրա։
Դա համար սրանք մի քիչ կարողացան սողանցնել գնալ պլստալ արանքից։ Բայց հիմա այդ բացատրությունը ենթադրենք ճիշտ էր նախկինում։ Հիմա այլևս բան բացատրելը դա մի քիչ խնդրեմ է, էլի։ Այստեղ իշխանությունը ոչ մի բան բացատրելու այլևս հնարավորություն չունի։ Դի կազմակերպել եւ այս 5 տարին օգտագործել այդ ինստիտուտները արագ կայացնել, ինչքան որ հնարավոր է։ Ոնց է, եթե օրինակ այս տնտեսատերերին, անօրեն տնտեսատերերին, Հայաստանի մինչ հեղափոխական անցյալի դերակատարների հարցը լուծվի, ինստիտուտները արագ կկայանան։ Սրանք չեն թողում ինստիտուտը կայանա, որտեղ ներկայացուցիչներ ունեն, որտեղ շատ փող ունեն, կարողանում են կաշառել։ Եթե սրանց հարցը լուծի, ինստիտուտները կհանգստանան եւ հեշտ կլինի կայացնել, էլ ինչ ասեմ, ընդհանուր process է, ոչ մի հատուկ բան չկա։ Պետություն ունենալու խնդիր կա դրած, իսկ պետություն ունենալու համար սրանք պետք է չլինեն տարբեր ձևերով, չունենան այն ունեցվածքը, չունենան այն հնարավորությունները մարդ կաշառելու, մարդ մոբիլիզացնելու, որտեղ ամեն դեպքում պետք է նկատի ունենանք, հանրային քաղաքական կյանքում փողը մեծ դերակատարություն ունի, էլի։ Եվ այդ ընտրություններում այդ փողը ցույց տվեց։ Եվ մեր ինստիտուտների չկայացվածության ստուգատես էր դա, չէ, որ զանգվածային եղավ կաշառքը, ինստիտուտները չդիմացան, չկարողացան։ Եվ մարդիկ բարձրվում է կարելի է կաշառքով գալ առնել խորհրդարան մտնել։ Դա հիմա ինչ ասեմ, սա process-ներ են։ Մենք պետություն դառնալու ճանապարհին ենք, արտաքին աշխարհի հետ շփվելու ճանապարհին ենք։ Մեզ նայեք հիմա եթե այդ ինստիտուտները չկայացան կամ դժվար կայացան, այդ արտաքին ներդրումները սկսելու են կանգնել։ Հա, մենք իհարկե մի քանի լուրջ արտաքին ներդրում ունենք արհեստական, բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։ Բայց դրանք վաղը այսօր եթե սկսեցին մեր պետական ինստիտուտների հետ շփվել եւ տեսա ասենց հորանջող են, գործչանող են, կաշառքը տակից կա, թողնելու են գնալ։ Դրա համար այդ պետական ինստիտուտները արագ կայացնել է պետք, բայց որսի դրանք կայանան, սրանք պետք է չլինեն։ Ինչ ասեմ, process է, թող գնա կհասկանանք։ Պարոն Սուքիասյան, խորհրդարանական ընդդիմությունը այս ձերբակալությունները ու կալանավորումները որակում է որպես քաղաքական հետապնդումներ, քաղաքալացիալներ են, իրենց առաջնորդները ընդհանրապես ընդդիմության այս աշխատանքը այս մի ամիս արդեն աշխատում են նոր խորհրդարանում, ոնց կբնութագրեք։ Դա իրենց բանորոշ բան է, իրենք ինչ պետք է ասեն, ու չեն ասել։ Ուրեմն մարդուն ասում են, այսքան միլիարդներ այդ քեզ որտեղից, ասում են քաղաքական հալածանք է ենթարկում։ Այսինքն դրանց ուղեղը նայեք։ Դրանք նայեք, դրանք ինտելեկտ չունեցող մարդիկ են, դրանք զերո ինտելեկտով մարդիկ են, այդ այսօր խորհրդարան սողոսկած հատվածը։ Եվ այնտեղ բան կար, չէ՞, մարդու իրավունքների հանձնաժողովից մեկը, որ բան ասիական քոչվոր բան, դա լրիվ դա ինտելեկտի հետ որևէ սեռական կոնտակտ չունեցած մարդու արտահայտություն է։ Այսինքն հələ դուք սրանք ասում են մեզ իշխանություն տվեք։ Ասենք լավ, եթե մեր ժողովուրդը այդքան խելք չունեցավ, ձեզ իշխանություն տվեց։ Դուք այդ ուղեղով եք հարաբերություն ղեկավարելու։ Դուք հələ պատկերացնում եք դրա ուղեղի չափը։ Դա զերո ինտելեկտով մարդիկ են, զերո բացարձակ զերո են այդ մարդիկ։ Դրա համար հա, բայց քանի որ իրենք պարտավորություն ունեն այդ մարդիկ, որտեվ գլխավորը պարտավորությունն է, Ռուսաստանից պարտականություն կա գանգներին։ Պետք է ինչ անեն, պետք է այդպես հիմար տապակ բաներ դուրս տան։ Իրենք պետք է ուրիշ բան բացատրեն, որտեղից դες այդ ունեցված կարա, որտեղից։ Այսինքն եթե օրինակ դուք խնդիր չունեք ձեր ունեցվածքից, գնացեք կանգնեք դատարանի առաջ, ապացուցեք։ Եթե դուք այդ խնդիրը չունեք ձեր անօրինական գույքի ծագման ունեցվածքից, բայց դուք կողոպտիչներ եք, մեր հասարակությունը այդ մարդիկ նայեք, պահել են անարդարության վիճակի մեջ, մատնել են արտագաղթի, աղքատության, կողոպտել են այս հասարակությունը, ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես, ամեն ինչով, եւ այս սրանց եթե նայեք, սրանց դիսկուրսը, եւ իրեն ժամանակ ինչ է եղել վարքի վատ շեղված ձևերը եւ մարդու վարքագծի անօրինական ձևերը սրանք դարձել են ազգային արժեք
Եվ մենք այդպես մտածում ենք։ Դա վարքի վատթարագույն ձևերը մեզ մոտ ազգային արժեք է եւ հասարակությունը այս բացասական երևույթների վրա փորձում է գործ անել։ Ուրեմն կողոպտելը բանը լավ արժեք է, տափակ դուրս տալը լավ արժեք է, ընտանեկան բռնությունը հայկական ընտանիքի արժեք է, ընտանեկան մոդել է եւ այլն, ինչքան այլանդակություն կա դարձված է ազգային արժեք Հայաստանում։ Եվ սա իրենք են արել, այս մարդիկ են արել, որպեսզի այդ բացասական փորձի վրա, բացասական երևույթների վրա իրենք կարողանան մնալ։ Դա ոչ մի քաղաքական էլ կա իհարկե, որովհետև քաղաքական այն իմաստով, որ մենք պետություն ունենք, որովհետև այս մարդկանց արածը հակապետական է, Հայաստանի դեմ դիվերսիա է եւ ռուսական դիվերսիա է Հայաստան։ Քաղաքական այդ իմաստով է քաղաքական, որ պետք է չթողեն պետությունը սրանք փլցրեն։ Այդ իմաստով քաղաքական է։ Իրենց արած քաղաքականը չի։ Իրենց արած քաղաքականը հակառակն է։ Իրենք պետք է քաղաքական ճնշում բերեին, որպեսզի մարդիկ չկարողանան իրավական կյանք ստեղծել, օրինական ընտրություններ ունենալ։ Իրենց արած ժամանակը քաղաքական է դա եղել։ Բայց նաև արդարության վերականգնման հարց կա, ես էլ եմ ասում։ Միայն այդ ունեցվածքը վերադարձնելը չի։ Հանրության մոտ արդարության գիտակցության, արդարության զգացումի պահանջ կա։ Այստեղ էլ եմ ասում, որտեղ դուք կարող եք դրանից $100 միլիոն հետ բերեք, բայց հասարակության մոտ արդարության զգացումը չվերականգնվի։ Ուրեմն $100 միլիոն չի, $500 միլիոն պետք է բերեք, որ արդարության զգացումը վերականգնվի, որտեղ անարդարության վրա դուք չեք կարող վաղը մեսօր պետություն ունենալ։ Ինչ ասեմ, process-ը, այս մարդկանցից այս զրոստերը մենք լսելու ենք, բայց պետությունը պետք է քանդի այս process-ը, սրանց ունեցվածքը, սրանց գործակալական կապերը պետք է քանդի, որպեսզի ինքը ազատություն ունենա։ Դա ինքը ազատություն չունի։ Եթե սրանց չքանդեց, ինքը պետական ինստիտուտներ կայացնել չի կարող։ Նաև սրանց արածը, նաև այդ ինստիտուտների սաբոտաժն է, մարդիկ ունեն մեջները, չէ՞։ Այդ որ գրել էին, ես ինչը ողջունում եմ ձեզ, չէ, այսինքն մեջներից մարդ կա, չէ, որ ինֆորմացիա է տալի, այսինքն սրանք ամենտեղ կան այս մարդիկ։ Դրա համար գիտեք ոնց է, նաև սրանց պետք է ջարդել, որ այն գործակալական ցանցը իմանա, որ սնող չունի, հանգստանա, ռադիքաշի գնա այնտեղից։ Քանի որ այս սնուցողը կա, այս ցանցը ուժեղ է։ Այսինքն այդ գործակալական ցանցը կոռուպցիոն սխեմաների մեջ է։ Եթե սրանց ունեցվածքը սրանց ձեռքից վերցնեն, այսինքն սսանելու բան չունենան, այդ գործակալական ցանցը կթուլանա։ Դե չասեմ, գործընթաց է, թող գնա կասկնանք։ Վասկեսյան, կառավարությունը Փաշինյանը իր կառավարության ծրագրում կարևոր տեղ էր հատկացրել նաև եկեղեցու բարեփոխումների կամ եկեղեցու վերնախավի փոփոխության հետ կապված, սա քննադատության է արժանանում նույնանդիմության կողմից, թե իբր պետությունը միջամտում է եկեղեցական գործին, ընդհանրապես այս ճգնաժամը արդեն մի տարուց ավել շարունակվում է, հակամարտությունը եկեղեցի իշխանություն կամ կաթողիկոս վարչապետ, արդյոք հնարավոր կլինի այս ճանապարհով, որը ներկայացնում է Փաշինյանը, լուծել այդ խնդիրը։ Նայեք, իշխանության ներկայացած ճանապարհը այս ընթացքում, որը փորձում էր, արդյունք չի տվել։ Չէ՞։ Դե բաներ կա նկատի ունենք, բայց նախ հասկանանք, որ սա իշխանություն եկեղեցի չի։ Սա իշխանություն եւ մեր եկեղեցու բարձունքում հեծնած գործակալական ցանցի միջև պայքար է եւ իշխանության նաեւ չի, հանրության եւ իր իշխանությամբ հանդերձ գործակալական ցանցի դեմ եկեղեցու դեմ սա հանուն եկեղեցու պայքար է։ Եկեղեցին ազատագրելու պայքար է։ Բայց մեթոդը նայենք, հիմա այս մի տարի սկսել է, չէ, արդյունք չի տվել, չէ, այս մարդը չի գնում։ Այս մեթոդը ուրեմն արդյունավետ մեթոդ չի։ Իսկ խորհրդանում նայեք, ինչ, բայց այն որ այս մարդը պետք է գնա, այդ 100% է, 100% է։ Որովհետեւ սա նախ բարոյական հարց է, հոգեվոր հարց է, սրբազան հարց է մեզ համար, մեր եկեղեցին սրանցից ազատագրելը։ Ուրեմն Թուրքի դեմ կարողացել է ինքը այս եկեղեցին մնալ։ Ռուսի դեմ քիչ թե շատ կարողացել է մնալ։ Ինքը սեփական պետության մեջ է, սեփական ժողովրդի աջակցության կարիք ունի, բայց մենք մեր եկեղեցին բարձր չեն կարողանում ազատագրել։ Եվ սա լավ բան չի։ Այսինքն այստեղ մենք սա մեր ուժի, չգիտեմ, կամ թուլության հարց է։ Մենք մեր պետության մեջ է, մենք ենք տերը մեր եկեղեցու, բայց մենք չենք կարող մեր եկեղեցին ազատագրել 4 հատ գործակալից։ Սա լավ չի, ուրեմն մեթոդը արդյունավետ չի։ Իսկ իրենց արածին երկու բան են քննարկում հիմա խորհրդանում, դրանց մինչ հեղափոխական անցյալի ռուսական դերակատարները։ Մեկը եկեղեցին է,
կտրիչներ Սիսյան չասես, բան ասես, պատասխացել ես sense կասեք եւ այլն։ Մեկ էլ բանն է, հողերը, բանը, տարածքները, ինչ-որ բաներ են խոսում։ Օրինակ իշխանությունը, որ ասում է 29743 քառակուսի կիլոմետրը չեք ընդունում, ուրեմն պատերազմի կուսակցություն եք։ Ընդհանրապես որ պատերազմի կուսակցություն են, հա, բայց որ դրանք իշխանությունը ասում է չեք ընդունում 29743 քառակուսի, բայց իշխանությունը ինչ գիտի, իրենք շատ են ուզում, կարող իրենց ուզածը քիչ է, ինչ գիտեք։ 25000։ Հա, 25000-ը հարցրել եք այդ մարդկանցից դուք։ Եվ իրականում դուք դրանցից հավատում եք, որ դրանք շատ ուզեն։ Դրանք Ղարաբաղ են հանձնել, իրենք են հանձնել, դա իրենց վարքագծի հետևանքով հանձնած տարածք է։ Դուք ես տակնարացներից հավատում եք, որ սրանք ավելին ուզեն, հələ մեծ հարցրեք, ես առաջարկում հարցրեք, շատ եք ուզում, թե ինչ, ինձ թվում է քիչ են ուզում իրենք են։ Որտեղ սրանք դու պատկերացրու սրանք բան են, շրջապերականներ են գրել, բան են արել, միութենական են ուզում, սրանք Հայաստան են ամբողջությամբ ուզում հանձնել, ինչ ավել տարածք։ Եվ խոսքով այս բանը, եւ եթե օրինակ նայեք ընդհանրապես այդ հարցը ոչ միայն իրենց է բնորոշ, հայության բնորոշ բաներ կան, էլի հոգեբանական հարցեր կան։ Եթե հիշում եք ժամանակին դե իհարկե այդ մեծ Հայաստանը ստեղծելու իդեալը հայության մեջ դրած էր, չէ՞, անկախության հռչակագրի մեջ էլ է դրած միասնական Հայաստան բան։ Բայց նայեք, օրինակ որտեղ որ պատերազմ է լինում, ասենք Սիրիա, չգիտեմ եւ այլն, չէ՞, հայությունը ինչ, մենք ինչ էինք ասում, մենք չէ, իրենք բոլորը կամ հայությունը ասում են հայերին արագ հանեք այդտեղից։ Այսինքն հələ դուք արա գոնե ասա նախ ինչի եք հանում, իրենց հայրենիքն է թող մնան կռվեն, օրինակ Սիրիա, եթե վերցնենք, չէ՞, բայց հայությունը ինչ էր ասում, արագ հայությունը տարհանեք։ Արա, բա որ դու տարհանես հիմա, դու այդ մեծ Հայաստանը ո՞նց ես ստեղծելու։ Այսինքն մեր հոգեբանության եւ մեր պահանջների մեջ խզում կա, ուզում ենք մի բան, բայց անում ենք լրիվ ուրիշ բան։ Հայությանը որտեղ կապնում են, ասում են արագ հայությանը տարհանեք այդտեղից։ Արա տարհանեցին, հետո ո՞նց է այդ գնալու։ Դե մի խոսքով խնդիրներ կա, բայց դա հիմա այս մարդիկ ինչ են, սրանք հայաստանյան օրակարգով ապրող մարդիկ չեն, սրանք Հայաստանի դարդերով ապրող մարդիկ չեն։ Սա գործակալական ցանցն է, այն էլ իրենց հոգևոր հենարանն է։ Կպել ես, պետք է բան անեն։ Նաև քանի որ այս մարդիկ պետություն չեն ընդունում, պետությունը շրջանցող ինստիտուտների շուրջ են հավաքված։ Օրինակ, մեզ մոտ պետությունը շրջանցող ինստիտուտների գերակայությունը դրված է ազգային ինստիտուտների գերակայություն կա պետության նկատմամբ։ Ասենք օրինակ եկեղեցին, չէ՞։ Քանի որ մենք էլ հələ դեռևս էթնո ազգային մտածողությունը ուժեղ է մոտներս, հələ պետական մտածողությունը մի քիչ թույլ է, ավտոմատ ուժեղանում է ազգային ինստիտուտի դերը։ Մենք սա պետք է ջարդենք։ Պետությունը ամեն ինչից բարձր է։ Դրա համար ես քանի որ այդ էթնո ազգային ուժեղ է, կաթողիկոս կոչվածի, կաթողիկոսի գահին հեծնացի հեղինակությունը մի քիչ ուժեղանում է։ Բայց այս մարդը պետք է գնա, մենք շանս չունենք։ Մենք ոչ մի շանս չունենք, սա մեր ազգային ունեցվածքն է, եկեղեցին մեր ազգային ստացվածքն է։ Դա մեր ժողովրդի հոգևոր հենարանն է։ Մարդիկ ունեն հոգևոր կյանքի կարիք եւ դա մեր եկեղեցին է, որը օկուպացված է, որը մենք պետք է ազատագրենք, պարզապես մեթոդները պետք է հասկանանք։ Այս գործող մեթոդով հնարավոր չէ մարդուն այդտեղից հանել։ Դա ուժ բաներ է պետք մտածել, բայց որ ինքը գնալու է 100% է, այդ իրենց հոգևոր հենարանել, եթե ջարդենք, սրանք թուլանան մի քիչ։ Թուլանան հեշտ կլինի սրանց հարցերը լուծելը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Սա օրվա թեման էր իմ զրուցակիցը քաղաքագետ Հայկ Սուքիասյանն էր, կհանդիպենք առայժմ։